Ժողովուրդ ջան, մի թեմա կա շատ են շահարկում էլի, ուղղակի հնարավոր է մտածված են շահարկում, բայց պետքա մարդիկ հասկանան, ինչ է նշանակում, ասենք, ոստիկանություն, քննչական կոմիտե, ԱԱԾ եւ դատախազություն, ու մի խոսքով, ամենքը իրանց ծառայողներ ունեն։ Ամենքը իրանց ձևով են իրանց պարտականությունները կատարում, ոնց իրանք սովորել են։ Ուրեմն ես պատկերացնում եմ, չեմ հաստատում, բայց պատկերացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ըստ երևույթին հրավիրված է եղել քննչական կոմիտե բան ու ինքը չի գնացի ուղղակի։ Ես դա պատկերացնում եմ, ես մի քիչ ծանոթ եմ, ասենք, ոստիկանական տենց ուժերի բանի, ՖՍԲ-ի բանի, տենց բաների հետ մի քիչ ծանոթ եմ, գաղտնիքներ չեմ բացի, բայց երբ գնում է ԱԱԾ, ասենք, Հայաստանում ԱԱԾ, Ռուսաստանում ՖՍԲ-ը, Ադրբեջանում դագա ինչա, Միձևյանն, ու տարբեր երկրներում տարբեր են, դրանք ոստիկանական ուժեր չեն։ Երբ գնում է ԱԱԾ, նրանց մոտ դա ընդունված օրենք է։ Դուռը ջարդում են, մտնում ասում, «Всем лежат», բոլորը պարկել։ Նա ինքը պետք է պարկի։ Ոչ թե իրան պետք է պարկացնեն, այլ ինքը պետք է պարկի։ Դա ԱԱԾ-ում օրենք է։ Հասկանում եք, ԱԱԾ աշխատողները մտնում են ու ասում, բոլորը պարկել գետնին։ «Всем лежат на пол»։ Ռուսաստանում նման կերպ լքացով բանով գլխին բանին տալիս են, դու բոլորդ էլ տեսած եք, գիտեք էլի, ամեն օր բանտարկություններ կա, ամեն օր դրանց այդ ձև է։ Եթե ասենք քննչական կոմիտեի քննիչներն են գնում, նրանք գնում են դատավորի որոշումով, բանով, այդ ձև արդեն եղել է Գագիկ Ծառուկյանի տանը, ասենք, բայց ԱԱԾ-ի հետ, ԱԱԾ-ը երբ որ գնում է, ուրեմն ես կասկածում եմ, որ նա հրավիրված է եղել, չի գնացել, դրա համար ուղարկել են ԱԱԾ-ին։ Դա ընդհանրապես երկրի վարչապետի բանի հրաման են ասում, վարչապետի հրամանով է բան, դա դրա հետ կապ չունի։ Նրանք իրանքը տենց են, նրանք իրանց օրենքն է, ԱԱԾ-ի օրենքը տենց է։ Մտավ ցանկացած բնակարան պետք է բոլորը պարկեն գետնին, ձեռները դնեն գլխին։ Դա օրենք է։ Եթե չի պարկում, միանգամից իրանք ուժով են պարկա, դա ձևն է տեն, ժողովուրդ ջան։ Նես չի որ դա Փաշինյանն ասել է կպարկացնեք, դրանք էլ գնացել են պարկացրել, դա տես բաներ մի ասեք, էլի ժողովուրդ ջան։ Դա մեզ պատիվ չի բերում, դա անգրագիտության աստիճան է ուղղակի։ Անգրագիտության չիմանալու, որ ասենք ԱԱԾ ծառայությունները ինչպես է իրականացնում, ոստիկանությունը ինչպես, քննիչները ինչպես, դրանք տարբեր բաներ են, դրանք տարբեր ձևերով են իրանց բանը օգտագործում ուժայինները։ Իմ կարծիքով ես տես մտածում եմ ուղղակի, ես չեմ պատկերացնում, որ ԱԱԾ ինչու է գնացել, ես միայն պատկերացնում եմ, որ նա երևի հրավիրված է եղել, չի գնացել, որ ԱԱԾ-ին ուղարկել են ընդե, այդքան բան ժողովուրդ ջան, մնացած չգիտեմ, չեմ կարա ոչ նենց ասեմ, ոչ նենց ասեմ, ուղղակի ես ասում եմ, են սպորտսմեններին, են բանին, որ ելույթ է ունենում, 70 տարեկան մարդ է, մեկը կարող է 15 տարեկան երեխա լինի, մեկը կարող է 25 տարեկան երիտասարդ, կարող է նույնիսկ աղջիկ լինի, կապ չունի, եթե գնում է ԱԱԾ դուռը ջարդում, մտնում ու ասում է պարկել գետնին, պետք է լսեն, ենթարկվեն, եթե չեն ենթարկվում, նրանց մոտ տենց է օրենքը, նրանք այդպես են սովորում։ Չեն պարկում, իրանք են պարկացնում ինքն էլ ծեծելով,
Բայց դե ասենք Գագիկ Ծառուկյանին ոչ մեկ չի ծեծել, ուղղակի ձևն է տենց իրանց։ Նրանք տենց են պարապվում, տենց են սովորում։ Հասկանում եք, մեր ժողովրդին պետք է ասես բացատրեն մեկ-մեկ, որ մարդիկ իրականում հասկանան, որ ով ինչ պայքարով է, ով ինչ ձև է պայքարում։ Եվ վերջ, այսքան բան ժողովուրդ ջան։ Թե չէ ամեն մտնում են, դե մեծ մարդ հա, 75 տարեկան հա, էսա են հա, ինչի պարկացրին, ինչի սենց արին, Նիկոլ Փաշինյանն հա, արա Նիկոլ Փաշինյանը չի աղաց տնորենը։ Մի հատ բացեք աղացը, ինչ իրավունքներ ունի, նա ոնց է կարում ձերբակալի մարդկանց, նրա իրավունքները բանը, լրիվ ծանոթացեք, նորը տես բաներ ասեք, չէ նա Նիկոլ Փաշինյանը հրամայել է, նրան պարկացնեն անպայման։ Տես բաներ մի ասեք ժողովուրդ ջան, մեր եթե հին ժամանակներում տես բարքեր եղել է, հիմի նման բաներ չկա։ Ես էլի եմ կրկնում, ես շուտով կպարզվի կտենակ, որ իմասասն է։ Նրան հրավիրել են չի գնացե, ինքը խելոք չի գնացե։ Չի գնացե, դրա համար ահացն է մտե իրա տուն արդեն, իրա հետևից գնացել է։ 100% վստահ եմ, որ հենց տենց էլ եղած կլինի։ Երբ որ հրավիրում են չեն գնում, այդ ժամանակ արդեն ուղարկում են ուժայիններին, ահացին։ Վերջ, լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու։